պատմության մեջ առաջին անգամ այսպիսի մենք ուրեմն երևույթ ունենք, երբ որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը պաշտոնական հայտարարության մեջ ասում է, որ ընտրությունները մրցակցային էին, ազատ էին, հնարավորություն է ստեղծվել բոլորի համար բավասար պայմաններ եւ այլն, այո, այնտեղ բան տոքսիկ մթնոլորտ էր, ասում է, որ ինչ որ բան կային, ճնշումներ կային, հա, դիմардիրների նկատմամբ, բայց ասում է, որ ինչ խախտում էլ որ եղել է, չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն ընտրությունների արդյունքները, այսինքն լեգիտիմ է այս իշխանությունը, ասում է դա։ Բայց պաշտոնական Մոսկվան միջև հիմա չի շնորհավորում եւ պաշտոնական Մոսկվան շեշտը դնում է նրա վրա, որ չէ վատ ընտրություններ են, որ բռնաճնշումներ են եղել, մախինացիաներ, կեղծիքներ եւ այլն առանց որևէ հիմքի, միակ բանը որ ինքը հղում է անում, ասենք այդ որ ասում է դե բա անդիմադիրներին ինչ որ նստացնում էին, գործեր էին բանանում եւ այլն։